Ողջույն բոլորին, այս տեսանյութում օգոստոսի 3-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 22:32 դեռ կլինի լուսնային 20-րդ օրը, սկսված արդեն 22:32-ից մինչև օգոստոսի 4-ը ժամը 22:40 կլինի արդեն լուսնային 21-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք չունի։ Օգոստոսի 3-ին լուսինը գտնվում է Խոյ նշանում, գլուխը, ատամները, լեզուն, շերտավոր մկանները, առնանդամը, լեղապարկը, զարկերակները և արյունը։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Լուսնային 21-րդ օրվա խորհրդանիշը դա ձին է, ձիերի երամակը և կարգը։ Կոչվում է էներգիաների միավորում։ Օրվա կարգախոսը դա ստեղծագործություն և փոխշահավետ համագործակցություն։ Օրվա գույներն են մուգ և բաց կապույտը և կանաչը։ Օրվա քարերն են ավենտուրինը, օբսիդիան և պիրիտը։ Լուսնային 21-րդ օրը ամենաակտիվ օրերից մեկն է։ Իրադարձությունները կզարգանան ձի ու վազքի տեմպերով։ Այսօրն անգամ կարգախոս ունի, շարժումը կյանք է։ Համարձակորեն գնացեք դեպի ապագա, անցյալում թողնելով վախերն ու կասկածները։ Կլինեք ուրախ, լավատես և էներգիայով լի։ Օրը ամենահարմարն է տոների և զվարճանքի համար, հատկապես մրցակցության հետ կապված ցանկացած սպորտային տոների համար։ Տնային տնտեսուհիները պետք է նկատի ունենան, որ սա լավագույն օրն է ապագայի համար սնունդ պատրաստելու համար։ Այսինքն փաթաթված թթուները, մուրաբաները, մարինադներն ու կոմպոտները կմնան մի ամբողջ տարի և չեն կորցնի իրենց գերազանց համը։ Շատ լավ է այս օրը ցանկացած նոր գործ սկսելու համար, հատկապես աշխատանքի ընդունվելու և երկար ճանապարհորդությունների մեկնելու համար։ Ցանկացած զանգվածային միջոցառում շատ հաջող կստացվի։ Հանրահավաքներ, հանդիպումներ, ցանկացած համատեղ գործունեություն, զանգվածային հանդիսություններ և տոներ ևս շատ հաջող կստացվի։ Այս օրը հարկավոր չէ միայնակ մնալ։ Օրը հաջող է նոր ծանոթությունների համար։ Այսօր առավել քան երբևէ ճիշտ պահն է զգացմունքները խոստովանելու համար։ Լուսնային 21-րդ օրը հաջողության հասնելու համար պետք է լինել շատ ազնիվ, հատկապես ինքներդ ձեզ հետ։ Չշեղվել արդարության սկզբունքներից նույնիսկ մանրուքներում։ Այսօրվա մտածված ամեն ինչ արագ կիրականանա, բոլոր խոչընդոտները կհաղթահարվեն։ 21-րդ լուսնային օրվա հիվանդությունները վտանգավոր չեն։ Ամենաբարենպաստ ժամանակն է նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ծխախոտից և ալկոհոլի կախվածությունից։ 21-րդ լուսնային օրը խոցելի են լյարդը և արյունաստեղծ օրգանները, ինչպես նաև խոցելի են որովայնը և կոնքերը։ Պետք է ուտել այնպիսի մթերքներ, որոնք բարձրացնում են հեմոգլոբինը։ Ֆիզիկական ակտիվությունն այսօր թույլատրելի է, որքան կարող եք մարզվեք։ Հղիություն այսօրը բեղմնավորված մարդիկ կլինեն պայքարող։ 21-րդ լուսնային օրը ծնված մարդիկ կարող են չափազանց հպարտ լինել կամ կարող են դառնալ ազնիվ ասպետներ, առանց վախի և նախատինքի, միշտ պատրաստ պաշտպանել թույլերին, օգնության հասնել անպաշտպաններին։ Բայց թե առաջին, թե երկրորդ տարբերակում այս մարդիկ աշխատասեր են և արդյունավետ։ Ծնողների և ընկերների սիրելիների, գործընկերների հետ հարաբերություններում միշտ զսպված են լինում։ 21-րդ լուսնային օրը ծնվածներին բնորոշ են համբերությունն ու աշխատասիրությունը։ Թույլ մի տվեք, որ հպարտությունը տիրի ձեր մտքերին, որպեսզի չվերածվեք կարիերիստի, ով անցնում է մարդկանց գլխի վրայով և վստահ է, որ նպատակն արդարացնում է միջոցները։ 21-րդ օրվա ծնվածները լավագույն մարդիկ են, արդարության համար պայքարողներ, հոգով մաքուր, ազնիվ, հավատարիմ և նվիրված։ Սանրվածք այսօրվա սանրվածքը կլուծի նյութական և առողջական խնդիրները։ Եթե ունեք ֆինանսական կամ առողջական խնդիրներ, այսօրը գոնե մի քանի մաս կտրեք, և ամեն ինչ կորոշվի այնպես, ինչպես ձեզ անհրաժեշտ է։ Մազերի ներկում մազերը ներկելով ձեր շուրջ կգրավեք վառ մարդկանց և կլինեք լավատես։ Ոչ բոլորն են ցանկանում վերածվել շիկահերների, սակայն եթե այդ երանգը ներկեք, ապա մարդիկ մագնիսի նման կձգվեն դեպի ձեզ։ Նոր մտերիմ ծանոթություններ կունենաք, հիանալի, վստահելի գործնական գործընկերներ, հնարավոր են նաև ռոմանտիկ հարաբերություններ։
կարմիր երանգներով ներկելը ձեզ լավատեսություն կբերի և ավելի հեշտ կզգաք ձախողման վտանգը։ Բիզնես և աշխատանք։ Լավագույն օրն են նրանց համար, ովքեր աշխատանք են փնտրում։ Այսօր դուք պետք է ուղարկեք ռեզյումեներ և անցկացնեք հարցազրույցներ։ Շատ լավ է 21-րդ լուսնային օրը նոր աշխատանքի անցնելու համար, քանի որ դա գրեթե երաշխիք է, որ դուք երկար կմնաք այդ աշխատավայրում և հաջողության կհասնեք։ Հաջող կլինի ոչ միայն աշխատանքի փոփոխությունը, այլև պաշտոնի փոփոխությունը, անգամ մասնագիտության փոփոխությունը։ Շատ լավ է այսօր ճամփորդելու համար։ Այսօրը սկսված ստեղծագործական նախագծերը կլինեն հաջողությամբ։ Հաջող կլինեն լուսնային 21-րդ օրը մեկնարկած գործուղումները, օգտագործելով ցամաքային տրանսպորտ։ Բարենպաստ օր է ձեռներեցության, պայմանագրերի և առքուվաճառքի գործարքների կնքման, առևտրի և պահածոներով արտադրանք պատրաստելու համար։ Հաջողությունն ու կոչումը կուղեկցեն ցուցահանդեսների, համերգների, արվեստագետների հետ հանդիպումների, ցանկացած մշակութային իրադարձությունների կազմակերպիչներին։ Կարող եք տեղափոխվել այլ աշխատանքի, փոխել բնակարանը կամ գրասենյակը, գնալ նավարկության կամ գործուղման, նաև ճամփորդել։ Նա, ով այսօր կփակի իր բոլոր պարտքերը, գումարային հաջողություն կունենա։ Սատուրնի էներգիան շատ խնայող է և այն թույլ չի տա գումար վատնել ավելորդ և ոչ գործնական բաների վրա։ Երբ կորոշեն յուրահատուկ մեքենա արտադրել, օրինակ թռչող կամ ժամանակի մեքենա, ապա դրանք վերջապես կհորինեն հենց 21-րդ օրը։ Անձնական կյանք։ Անցյալին հրաժեշտի օր է, կարող եք ազատվել հնացած զգացմունքներից։ Ոչ մի դեպքում տանը մի նստեք, հատկապես մենակ։ Գնացեք թատրոն, համերգ, թանգարան, փառատոն, մի խոսքով մի տեղ, որտեղ շատ մարդիկ կան և ինչ-որ բան է տեղի ունենում։ Հիանալի օր է նաև հարսանիքի համար, եթե երիտասարդ եք և էներգիայով լի։ Ամուսնության գրանցման համար ավելի լավ օր չկա։ Եթե վիճակախաղի տոմս գնելու անհրաժեշտություն եք զգում, ապա անպայման պետք է գնել այն։ Մեծ է հավանականությունը, որ այն կարող է շահող լինել։ Ուշադիր լսեք ինքներդ ձեզ, ձեր ներքին ձայնին։ Խորհուրդ է տրվում կատարել բարի գործեր, ինչպիսիք են նվիրատվությունները, այցելությունները, մանկատներ և այլն։ Այս օրերին իրականացվում են մաքրման տարբեր պրակտիկաներ և ծեսեր։ Կա այնպիսի հրաշալի ծես, ինչպիսին է քամուց մաքրումը, դիմացեք քամուն և թույլ տվեք, որ այն փչի ձեզ վրա, բոլոր վրդովմունքները, վշտերը, անհաջողությունները քամին կտանի։ Երազները նշանակություն չունեն, բայց միայն ոմանք կարող են իրականանալ, դե կախված է երազից, թե ինչպիսին եք տեսնում։ Մանիկյուր կամ պեդիկյուր ավելի լավ է հետաձգել։ 21-րդ լուսնային օրվա ակտիվ օրգանը լյարդն է, փորձեք չծանրաբեռնել այն։ Կարող եք գործուղման գնալ կամ ճանապարհորդության, բայց միայն գնացքով կամ մեքենայով։ Այսօրը բարենպաստ է նաև առևտրով զբաղվելու համար։ Եվ ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Ստեղծագործական գաղափարներ, մտավոր աշխատանք, կոլեկտիվ միջոցառումներ, նոր ծանոթություններ, ֆինանսական գործարքներ։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, օրն անցկացնել միայնակ, ֆիզիկապես շատ աշխատել և գումար կամ պարտքով տալ, նաև գումար պարտքով վերցնել։ Եվ այսօրվա լյարդը ամենաակտիվ օրգանն է, դա պայմանավորված է նրանով, որ այսօրը նյութափոխանակությունն արագանում է, լյարդն աշխատում է ամբողջ հզորությամբ։ Եվ այսօր բարենպաստ է մաքրել լյարդը, վիտամիններ ընդունել, գնալ բաղնիք հատուկ նպատակի համար, դեմքի մաքրում կատարել, դաջված քանել, նաև բարենպաստ է գումար հետ գցել, հավաքել, բարենպաստ է նոր տան համար տեղափոխվելու, մեքենա գնելու համար է բարենպաստ, ամուսնալուծության համար է բարենպաստ, դեպիլյացիա և մազահեռացման համար, սափրվելու համար բարենպաստ է։ Եվ այգեգործության համար այստեղ գերանիումի համար է լավ, բուժիչ բույսերի հավաքելու համար է լավ կամ ինչ-որ մի բաներ ստեղծելու դրանից, կաղամբը մանրացնել և կտրատել, կաղամբ տնկելու համար, լոլիկի տնկում, նաև մարինացնել վարունգը, բանջարեղենը թութու դնել, եթե պլանավոր եք տեղափոխել, ապա կարող եք տեղափոխել։ Եվ այսքանն է բարենպաստ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։